Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինեմ ես, Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել։ Դրանք են իհարկե armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ դիտել եւ լսել մեզ տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ միացեք մեզ Facebook-յան հարթակում, live stream-ի տարբերակով դիտելու եւ լսելու հնարավորություն այստեղ եւս կա, դրա համար մտնում եք հայտարարված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ եւ հայտնաբերում եք մեզ այնտեղ։ Իդեպ կարող եք հարցեր ուղարկել ինձ նամակով կամ հենց մեկնաբանությունների բաժնում։ Ներկայացնեմ, թե ում հետ ենք այսօր զրուցելու, լոգոպեդ, վարքային թերապիստ Աննա Հոսեփյանի, ողջույն Աննա։ Ողջույն Լուսի։ Եվ էրգոթերապիստ, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ Մերի Ավետիսյան, ողջույն Մերի։ Ողջույն Լուսի։ Շնորհակալություն հարգելիներս այսօրվա թեմային անդրադառնալու համաձայնության համար, որովհետև հարցեր, դեպքեր, շատ հետաքրքիր кейսեր, ինչպես հիմա նորաձև է ասել, հանդիպում են ծնողների մոտ, ինչպես տարբերակել, ինչպես ստուգել, աուտիզմի մասին է խոսքը, աուտիստիկ սիմպտոմատիկայի կամ ասպերգերի համախտանիշ, չէ, հիմա արդեն ավելի շատ այդպես են անվանում, եւ վերջերս մի դեպք եղավ, որով ես կիսվեցի Աննայի հետ, ծնողին բժիշկները ուղղորդել էին բազմաթիվ արյան, հորմոնալ եւ այլ հետազոտությունների, ինչպես նաեւ բազմաթիվ գործիքային հետազոտությունների հաստատելու կամ հերքելու համար աուտիզմը, այսա էր հետաքրքիր։ Այսինքն, եթե օրինակ բժիշկները ուղղորդեին հերքելու համար գլխուղեղի ուռուցք, կիստա որևէ կամ ստամոքսի կամ բորբոքման հետ կապված որևէ խնդիր բացահայտելու համար, թերևս դա կդիտարկվեր որպես նորմալ երևույթ, բայց քանի որ այս ամենը կապել էին հենց աուտիզմի պատճառ որպես հայտնաբերելու, մենք որոշեցինք Աննայի հետ, որ կարիք կա եւս մեկ անգամ անդրադառնալու համար, թե ինչ պետք է այսօր մենք արդեն նոր առաջադեմ մոտեցումներով թարմացված, չէ, մշտապես հետազոտություններ են կատարվում, ինֆորմացիաները թարմացվում են, նորացվում են, այսօր ինչ պետք է հասկանանք աուտիզմ ասելով, տեսակներ ունի այն արդյոք թե ոչ, ինչ այլ խնդիրների է նմանվում, որ կարելի է շփոթել, որ տարիքում ինչ թերապևտիկ աշխատանքներ կարելի է կատարել այս երեխաների ու անձանց հետ, բայց մենք կկենտրոնանանք երեխաների ուղղությամբ։ Եվ այսպես, Աննա ջան, ձեզնից սկսենք, որովհետև նախ պետք է հասկանանք, թե այսօր ինչ ունենք աուտիզմի վերաբերյալ որպես ամենաթարմ տեղեկություններ։ Դե նախ եւ առաջ եւի սկսենք նրանից, թե իրականում ինչ է աուտիզմը, քանի որ եթե չհասկանանք, որ ինչ խնդրի հետ ենք առնչվում, հետեւաբար շարունակական ճիշտ մոտեցումները ցուցաբերել եւ ուղղորդում ծնողներին տալ չենք կարող։ Աուտիզմը նյարդաբանական եւ բիոլոգիական խանգարում է, որը ազդում է երեխայի գլխուղեղի բնականon գործընթացի վրա, ինչպես նաեւ երեխայի զարգացման ամբողջ գործընթացի վրա է ազդում եւ այն սովորաբար դրսևորվում է կյանքի առաջին 3 տարիների ընթացքում։ Մենք համարում ենք, որ այն տրիադա է, քանի որ տուժում են սոցիալական փոխհաստատությունը, հաղորդակցումը եւ կրկնվող վարքագծային դժվարություններ է ունենում երեխան։ Սիմպտոմները տարբեր են լինում իհարկե, աուտիզմի առաջնային է ինչ որ մենք դիտարկում ենք, աչքի կոնտակտի բացակայությունները, ցուցամատիկի ցույց չտալը, խոսքի բացակայությունն է, շատ դեպքերում սննդի հետ կապված խնդիրները, որոնք լինում են սննդային ընտրողականությունը, թերևս ամենաառաջնային ախտանշանները, որոնք դիտվում են երեխայի մոտ, սրանք են։ Իսկ ծնողները կարողանում են տեսնել այս նշանները, կարողանում են ժամանակին կամ որքան հնարավոր է վաղ դուրս բերել, որ սրանք ես դիտարկում եմ իմ երեխայի մոտ եւ միգուցե մի բան այն չէ, թե շատ են շփոթում, օրինակ երեխան դանդաղ է, դե անուշադիր է, դե այս տարի չէ, մյուս տարի կխոսի կամ դե ով չունի սննդային ընտրողականություն, բոլորս էլ ինչ որ բան սիրում կամ չենք սիրում։ Ինչ է ցույց տալիս ձեր փորձը։ Սովորաբար, քանի որ ես նշեցի, որ աուտիզմը սկսում է արտահայտվել կյանքի առաջին 3 տարիների ընթացքում եւ շատ դեպքերում երեխայի բնականոն զարգացումը ընթանում է շատ նորմալ։ Երեխան որովհետեւ մի խնդիր չի ունենում, սակայն գալիս է որոշակի տարիք, դա 1.5-ից 2 տարեկան հասակում է, երբ երեխան իր ձեռք բերած բոլոր հմտությունները, մինչեւ այդ տարիքը, դրանք կլինեն խոսքային հմտությունները, կենցաղային հմտությունները, սննդային որոշակի ձեռքբերումները եւ
եւ այլն, այդ ամեն ինչը կարծես թե երեխան կորցնում է Եվ այստեղ, եւ որ ձեռք չի բերում։ Ոչ, կորցնում է եւ հենց այդ տարիքային շրջանը, երբ որ ծնողը արդեն նկատում է, որ երեխայի զարգացման գործընթացում որոշակի դժվարություններ կան։ Իհարկե մի փոքր տարբեր է լինում, ծնողներ կան, որոնք շատ ուշադիր են լինում եւ տեսնում են, որ այդ փոփոխությունները անհանգստացնող փոփոխություն են եւ անհապաղ պետք է դիմել որևէ մասնագետի եւ եթե ճիշտ մասնագետի են դիմում, ճիշտ ուղղորդում են ստանում, ապա հետեւաբար հետագա աշխատանքը նույնպես ճիշտ են, սակայն պետք է նշեմ, որ կան ծնողներ, որոնք իհարկե այդքան էլ միգուցե ուշադրություն չեն դարձնում եւ այո, ինչպես մեր կենցաղում է հայտնի շատ դեպքերում ծնողները կարող են ասել, դե լավ, տղա երեխա է, կարող է մի փոքր ուշ խոսի, դե լավ, բոլոր երեխաներն էլ կարող են տարբեր վարքային դրսևորումներ ցուցաբերել, համառություն կարող են անել, կապրիզնություն կարող են անել կամ ուշ խոսել ինչպես բարեկամ միանշանակ։ Այո, եւ սա արդեն բերում է ժամանակի կորստի, որը իշահ երեխայի չի գործում միանշանակ։ Մի քանի հիմնական առանձնահատկություններ էլ հասկանանք աուտիզմի վերաբերյալ, նախ արդյոք սա հոգեկան առողջության խնդիր է, թե ոչ, նաեւ հոգեկան դուք նշեցիք, նյարդաբիոլոգիականը հոգեկան առողջության խնդիր է, թե ոչ ներկայ։ Միանշանակ աուտիզմը համարվում է հոգեկան առողջության խնդիր, սակայն աուտիզմը շատ դեպքերում կարող է համակցված լինել այլ հիվանդությունների հետ, որոնք կարող են օրգանական բնույթ կրել, դա կարող է լինել էպիլեպսիան, դա կարող է լինել շաքարային դիաբետը եւ այլն։ Ինքը կարող է համակցված լինել այլ խնդիրների հետ միանշանակ եւ մենք բժշկական հատվածը չենք կարող չտանտեսել, այո, բայց աուտիզմը համարվում է հոգեբանական խնդիր։ Հաջորդ կարևոր հարցը աուտիզմի հստակ պատճառները դուրս բերված են այսօրվա դրությամբ։ Շատերն ասում են դա հաստատ ժառանգական է, մյուսներն ասում են նայած ինչ միջավայրում է ապրում, չգիտեմ, էլ հորմոնների հետ են կապում։ Դրա համար էլ ուղարկում են ստուգումների։ Պատճառներից կարող եք խոսել։ Ցավոք սրտի պետք է նշեմ, որ յուրաքանչյուր պատճառ, որը շրջանառվում է մեր իրականության մեջ, այն ունի հստակ որևիցե մի ապացույց, գիտականորեն ապացույց, սկսենք ժառանգական ֆակտորից, որը շատ է քննարկվում եւ լսարանում լինում, այո, բայց դեռևս մենք գիտականորեն որևէ հիմնավորում չունենք, այն գտնվում է վարկածի փուլում։ Իսկ մնացած բոլոր այն պատճառները, ինչ նշեցիք, հորմոնները կարող են լինել եւ այլն, աուտիզմի դեպքում միանշանակ կարող է խանգարված լինել, բայց դրանք պատճառ չեն հանդիսանում աուտիզմի, այլ ինքը ուղեկցող կարող է որոշակի խնդիր լինել աուտիզմի հետ։ Կարող է պրովոկացնել օրինակ, արագացնել, թե սա էլ չունի ապացույց։ Խնդիրը արագացնել։ Խնդիրը արագացնել չի կարող, ինքը կարող է ուղեկցող լինել։ Եվ ինքը կարող է անադարձ կատարել երեխայի բացասական վարքային դրսևորումների վրա։ Կա եւս մի կարծիք համոզմունք, որ էլի շատ է շրջանառվում, որ աուտիզմը որոշակի սթրեսից հետո է առաջանում, օրինակ պոստտրավմատիկ ինչ-որ սթրես երեխայի հետ կապված, ծնողների օրինակ ինչ-որ խնդիր, որի արդյունքում երեխան առանձնացել է, ստիպված, այսպես բաժանել են ծնողից, վիրահատություն, որը ծանր է տարել, ռեանիմացիա է ընկել, այ դրանից հետո է հաստատ առաջացել, պատվաստանյութեր է ընդունել, դրանից հետո վատ ռեակցիա է առաջացել եւ դա է պատճառը։ Այս սրանց ինչ կասեք։ Նման բոլոր մոտեցումները եւ այն վարկածները, որոնք դուք ասացիք, իրականությունը չեն համապատասխանում, քանի որ ինչպես ես նշեցի, աուտիզմը բիոլոգիական եւ նյարդաբանական խանգարում է եւ այն ազդում է երեխայի ընդհանուր զարգացման գործընթացի վրա։ Եթե երեխայի կյանքում առաջին 3 տարիների ընթացքում որևէ ստրեսային իրավիճակ է լինում եւ այլն եւ երեխան չունի ի սկզբանե զարգացման որևէ մի խնդիր, այն չի կարող առաջացնել աուտիզմ կամ աուտիստիկ սիմպտոմատիկաներ։ Դրանք կարող են որոշակի չափով դրթիչ ուժ հանդիսանալ, որպեսզի այն խնդիրը, որ արկա է եւ ինքը վաղ թե ուշ որոշակի չափով պետք է արտահայտվի։ Նույնը դիտարկենք վակցինացիաները, որոնք շատ դեպքերում Սա կարծես 1000 անգամ հերքվեց, բայց մեկ է չեն կարող։ Իրենք դրթիչ ուժ են հանդիսանում, բայց պետք է դիտարկենք եւ միշտ հիշենք, որ աուտիզմը կկայուն բնույթի խանգարում է եւ նման ձեր թվարկված մոտեցումներով չի առաջանում աուտիզմը։
Այսինքն մենք հստակ պետք է հրաժարվենք այն մտքից, որ նշիկների ծանր վիրահատություն տարավ, այդ դրա պատճառով դրա մոտ սկսվեց աուտիզմը։ Այսպիսի դա մի փոքր միֆ է, չի կարող իրականանալ հանդիսանալ։ Ես հիմա հատուկ հնչեցնում եմ բոլոր այն միֆային կարծիքները, որոնք ես տարիներ շարունակ եւ նամականիում եւ սոցցանցերում տեսնում եմ։ Այլ կարևոր հարց, արդյոք աուտիզմը իծն է եւ արդյոք այն քրոնիկական է, այսինքն ուղեկցելու է անձին մինչեւ իր կյանքի վերջ, սա էլ շատ է քննարկվում։ Ինչպես ես նշեցի, աուտիզմը, քանի որ ինքը կայուն բնույթի խանգարում է, ցավոք սրտի, եթե երեխայի մոտ ախտորոշվել է աուտիզմը երեխայի մոտ մնում է մինչև կյանքի վերջ, երեխան ունենում է աուտիզմ, սակայն մեր հիմնական խնդիրը կանում է նրանում, որ վերականգնական թերապիաների շրջանակում երեխային սովորեցնել բոլոր այն հմտությունները, որոնք հնարավորություն կտան երեխային լիարժեք կյանք ունենալ եւ հետագայում ավելի մեծ տարիքում դեռահասության փուլում մասնագիտական որևիցե մի հմտություն, աշխատանքի հետ կապված որևիցե մի գործունեություն երեխան կարողանա ծավալի։ Իսկ դա իրատեսական է։ Այո, դա իրատեսական է, քանի որ շատ մեծ աշխատանք է տարվում հենց այս ուղղվածությամբ։ Ես կարող եմ նշել անգամ պետական մակարդակով շատ մեծ աշխատանք է տարվում եւ ունենք բավականին արդեն հաջողված դեպքեր տարբեր հաստատություններում, պետական որոշակի շատ մեծ ծրագրեր, որոնք տվել են իրենց արդյունքը եւ ես վստահ եմ, որ այդ արդյունքը ավելի մեծ է լինելու։ Այսինքն կարող ենք նաև եզրակացնել, որ աուտիստիկ սիմպտոմատիկայի որոշ տեսակներ ասեմ կամ բարձրաֆունկցիոնալ բնույթներ ասեմ, իրենք մտավոր խնդիրներ, ինտելեկտուալ խնդիրներ կարող են եւ այդքան էլ չունենալ եւ կարող են յուրացնել որևէ զբաղմունք, մասնագիտություն, արհեստ եւ այլն։ Պայմանավորված թե երեխայի մոտ խնդիրը ինչ աստիճանով է արտահայտվում, ծանրության աստիճանը եւ միանշանակ մտավոր կարողությունները, ինչպիսին են համապատասխան երեխայի կարողությունների, իհարկե մենք երեխային կարող ենք ուսուցանել եւ մասնագիտական որևիցե մի հմտություն անկախ կյանքի հետ կապված հետագայում աշխատաշուկայում ընդգրկվելու հետ։ Արդեն հարց ունենք լսարանից, այլ հասցնեմ հնչեցնել, արդյոք աուտիզմը կամ ասպերգերի համախտանիշ ունեցող անձի մոտ խնդիրները գնալով խորանում են, թե դրանք մնում են նույնը, այն զարգացող հիվանդություն է կամ զարգացող խնդիր է, թե ստատիկ ավելի։ Ես հետեւյալ ձևով կպատասխանեմ, մենք միշտ հիշենք, որ բացի նրանից, որ անձի մոտ կամ երեխայի մոտ կարող է ախտորոշվել աուտիզմ, երեխան անցնում է բոլոր այն զարգացման փուլերով, ճգնաժամային փուլերով, որ բնականon օրինաչափությունը ունենում է եւ միանշանակ յուրաքանչյուր տարիքում երեխան, հետագայում նաեւ դեռահասը ունենում է որոշակի դժվարություններ։ Եվ այդ դժվարությունները իրականում հաղթահարել են, եթե ճիշտ մասնագիտական մոտեցում է լինում եւ ռազմավարություն է մշակվում։ Քանի որ որքան զարգացումը երեխայի առաջ է ընթանում, հետեւաբար մենք չենք կարող միայն դիտարկել դրական դինամիկա, ես միշտ ասում եմ, որ դրական դինամիկայի հետ մեկտեղ կարող են առաջանալ նաև այնպիսի խոչընդոտներ, որոնք կարող են խանգարել։ Պարզապես պետք է հասկանալ խոչընդոտի հիմնական պատճառը եւ ճիշտ ռազմավարություն մշակել։ Եվ արդեն անցում կատարելու համար նաև մեր մյուս հյուրի հետ հարցազրույցին կխնդրեմ նշել այն մասնագետներին, այն թերապիստներին, ովքեր սովորաբար աշխատում են, ցուցված են այս խնդիրն ունեցող երեխաների, դեռահասների համար, ենթադրում եմ լոգոպեդները գործ ունեն այստեղ անելու, մանկական հոգեբանները եւս, լսել եմ նաև հատուկ մանկավար։ Դուք ինչ կավելացնեք։ Աուտիզմի դեպքում վերականգնական աշխատանքը համակցված է լինում մի քանի մասնագետների, այո, մի քանի մասնագետների եւ այստեղ թիրախային եւ շատ կարեւոր են վարքային թերապիստի, էրգոթերապիստի, լոգոպեդի, հետագայում նաև հատուկ մանկավարժի անհրաժեշտության դեպքում նաև մանկական հոգեբանի, ինչու եմ ես կարևորում եւ առաջնայինը նշեցի վարքային թերապիստ, էրգոթերապիստ եւ լոգոպեդական աշխատանքը, քանի որ երբ որ երեխայի մոտ նոր է ախտորոշվում խնդիրը, այն երեք մասնագետները, որոնք թիրախային ձևով պետք է աշխատանք տանեն եւ երեխայի զարգացումը ապահովեն, հետագայում տարիքին զուգընթաց արդեն հասկանալի լինի այլ մասնագետների կարիք
անհրաժեշտ է, թե ոչ, քանի որ վարքային դրսևորումները եւ զարգացումը միանշանակ երեխայի հետ է մնում, էրգոթերապիան անհրաժեշտ է, քանի որ երեխան զգայական խնդիրներ կարող է ունենալ, սննդային դրողականությունը, որ ավելի մանրամասն կներկայացնի մեր մասնագետը, եւ միանշանակ լոգոպեդական աշխատանքը, քանի որ երեխայի խոսքի ընկալողականությունը, հետագայում նաև վերբալիզացիան տարիքին չի համապատասխանում։ Այն հետ է մնում ավելի միանշանակ աղքատիկ է եւ այստեղ փաստորեն մեծ աշխատանք կա։ Անդրադառնանք էրգոթերապիային, զրուցենք անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ Մերի Ավետիսյանի հետ եւ այսպես Եվս մեկ անգամ արդեն ձեր կողմից լսենք, թե էրգոթերապիստը ինչ խնդիրներ է լուծում երեխայի մոտ, եթե ախտորոշում ունենք աուտիզմի։ Ունենք աուտիզմի ախտորոշում վերականգնողական ոլորտում, ինչպես Աննան նշեց, թիմային աշխատանքը շատ կարևոր է եւ այստեղ էրգոթերապիստի դերը հիմնականում ինքնասպասարկման հմտությունների զարգացումն է երեխայի մոտ, մանր մոտորիկայի զարգացումն է, սննդի ընտրողականության խնդիրների հաղթահարումը եւս եւ այստեղ մենք ուզում եմ նաեւ ավելացնել Աննայի խոսքին, որ հիմնական դրսևորումները, որոնք որ ունենում ենք երեխաների մոտ, դա նաեւ անվանը չարձագանքելն է, այսինքն հենց ծնողները աուտիզմի դեպքում հիմնական դրսևորումը, որը որ նկատում են, իրան գալիս են ու ասում են մենք իրան ձայն ենք տալիս, ինքը չի շրջվում։ Դա նշանակում է, որ երեխան իր անձը չի ճանաչում, չի ընկալում, ընդհանրապես ուսումնասիրված է, ինչու է այսպես։ Այստեղ տեսեք, խնդիրը աուտիզմի ոլորտում եթե դիտարկենք, անվանը չարձագանքելը գալիս է նաև աչք-աչ կոնտակտի բացակայությունից, այսինքն այսպես եթե փորձենք ավելի ոչ մասնագիտական լեզվով ասել, այստեղ ավելի շատ երեխան ապրում է ինքն իր աշխարհում, հա, ու երբ որ մայրը օրինակ իր անունը տալիս է, որպեսզի արձագանք ստանա, ինքը այդ արձագանքը չի ստանում։ Այստեղ մասնագիտական աշխատանքի դերը կայանում է նրանում, որ մասնագետները կարողանան այդ հմտությունները զարգացնել երեխայի մոտ եւ մենք կարողանանք ստանալ եւ անվան արձագանք եւ աչք-աչ կոնտակտի տեսանելիություն, այսինքն երբ որ մայրը երեխային ձայն տա, երեխան կարողանա պտտվել ու նայել մոր աչքերի մեջ եւ նոր դրանից ելնելով որոշակի հմտություններ ձևավորվեն նաեւ երեխայի մոտ։ Այսինքն սա կարևոր հիմնարար գործոն է սա, որի ստացվում է արդյունավետ ելքեր լինում են, արդյունավետ ելքեր լինում են հատկապես այն դեպքում, երբ մենք թերապիաները շուտ ենք սկսում։ Այսինքն որքան շուտ, այնքան լավ եւ ունենում ենք նաեւ դեպքեր, երբ օրինակ 1 ու 8 տարեկանից, 2 տարեկանից սկսում ենք աշխատանքը, այս դեպքում միանշանակ մենք ավելի ակնհայտ ձեռքբերումներ ենք ունենում։ Բացահայտված է, թե ինչու հատկապես աուտիզմի որևէ տեսակ, որևէ ծանրության աստիճան ունեցող երեխաների մոտ նկատվում է հենց սննդի հետ կապված շատ լուրջ խնդիրներ։ Սա ես էլի մայրիկներից գիտեմ, որ կենցաղը բառացիորեն դժոխքի է վերածվում, երբ երեխան օրինակ ունի լուրջ քաշի խնդիր, քաշ չի հավաքում եւ այլն, եւ չուտող է, այսպես են չէ նկարագրում, սարսափելի չուտող է եւ գործածում է միայն 1 կամ 2 տեսակի սնունդ։ Պատճառները գոնե այստեղ հայտնաբերված են։ Նախ ուզում եմ նշել, որ սննդի ընտրողականությունը դա քմահաճույքը չէ, դա ուտելիք չսիրելը չէ, որովհետև շատ հաճախ մեզ դիմում են այդպես, ասում են ուտելիք չի սիրում մեր երեխան։ Սննդի ընտրողականությունը դա վիճակ է, երբ երեխան ուտում է սահմանափակ թվով մթերքներ, հրաժարվում է նոր համերից, ունի ուժեղ ռեակցիա սննդի տեքստուրայի նկատմամբ, համի, հոտի նկատմամբ, գույների նկատմամբ, այո, եւ ունենում ենք դեպքեր հենց աուտիզմի ոլորտում կամ ոչ միայն աուտիզմի, հա, առհասարակ տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների դեպքում շատ հաճախ ծնողները դիմում են ու ասում են, որ մեր երեխան ուտում է ընդամենը 3 կամ մաքսիմում 5 տեսակի սնունդ։ Այս դեպքում հիմնական սննդի ընտրողականության խնդիրը բարձելու համար անհրաժեշտ է լինում մանրամասն այսպես վերլուծել, քանի որ ունենում ենք սննդի ընտրողականության տեսակներ, որոնք որ դրսևորվում են զգայական խանգարումներով,
Եվ ունենում ենք տեսակներ, որոնք որ դրսևորվում են սննդային վարքի խանգարումով եւ դրան զուգահեռ ուզում եմ նշել, որ նաեւ ունենում ենք դեպքեր, երբ օրինակ երեխային միայն բլենդ արած վիճակում են կերակրած լինում եւ ունենում ենք նաեւ բերանի, խոռոչի, մկանային համակարգի խնդիրներ, այսինքն ծամելու գործողությունը դժվարացած է լինում երեխայի համար։ Այսինքն այստեղ շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, թե սննդի ընտրողականությունը որ տիրույթում է դրսևորվում, նոր ըստ դրա արդեն համապատասխան մասնագետը սկսի աշխատել։ Մի հարց, այստեղ արդյոք ամեն ինչի սկիզբը եւ կախվածությունը ծնողի առաջարկից չի գալիս փաստորեն։ Հիմա ես ասում եմ, իհարկե առանց որևէ մեղադրանքի, որովհետեւ ինչ իմանա ծնողը, որ բոլորը բլենդեր արած տալու են, հետո անցնելու են, չէ, խոշոր կտորների եւ անցումը որպես կանոն լավ է ստացվում, չնայած բոլոր երեխաների մոտ իդեպ մի քիչ ուշացում է նկատվում, բավականին ուշ է սա ստացվում, այսինքն այն օբյեկտիվորեն մեծ խնդիր է, բայց այս երեխաների դեպքում արդյոք ինչ ուտելիք առաջարկում են, դա էլ մնում է, ինչ որ բան կարող էր ծնողը այլ կերպ անել, որ չի արել եւ հիմա երեխայի մոտ այդ խնդիրն է ձևավորվել, որքան է կախված։ Տեսեք, այստեղ երբ որ խոսում ենք սննդի ընտրողականության մասին, այն սննդի ընտրողականությունը երբ զուգակցված է լինում զգայական առանձնահատկություններով, ծնողները այստեղ հիմնականում տեսնելու են երկու դրսևորում՝ թերզգայունություն եւ գերզգայունություն։ Գերզգայունությունը դա այն է, երբ երեխայի նյարդային համակարգը այսպես շատ ուժեղ է արձագանքում միջավայրից եկող ազդակներին։ Այսինքն դա երեխայի համար նաև ինչ որ միտեղ տհաճ է լինում ու դրսևորումները հիմնականում լինում են սննդի մերժմամբ, այսինքն նրանք հրաժարվում են նոր սնունդ փորձելուց, անգամ տեքստուրաների նկատմամբ, երբ որ առաջարկում են օրինակ միրգ բանջարեղեն, այստեղ խնդիրը լինում է հենց տեքստուրան։ Օրինակ ունենում ենք դեպքեր, երբ երեխան բանան չի ուտում, բայց այստեղ խնդիրը ոչ թե բանանի համի մեջ է, այլ այդ թաց տեքստուրան է, որովհետև երեխան հրաժարվում է այդ տեքստուրային ձեռք տալուց։ Դա գերզգայունության դրսևորումների տեսանկյունից եւ զուգահեռ ունենում ենք նաեւ թերզգայունության դրսևորումներ սննդի ընտրողականության մասով։ Սրանք հիմնականում լինում են այն դրսևորումները, երբ երեխաները սիրում են ուտել միայն խրխրթան սնունդ։ Օրինակ, եթե գերզգայունության դեպքում նրանք հրաժարվում են միրգ բանջարեղեն ուտելուց, թերզգայունության դեպքում հակառակ դրսևորումն է։ Իրանք հիմնականում նախընտրում են այդ խրխրթան սնունդը ուտել։ Չիփս, գազար, վարունգ, այսինքն այն ամենը, ինչը որ խրխրթում է, հա։ Եվ երբ որ թերզգայունության դեպքերն ենք վերլուծում, այնտեղ կտեսնենք, որ նաև թերզգայունություն ունեցող երեխաները նախընտրում են շատ աղի, թթու, կծու զգացողություններ, այսինքն դրանք այդ փնտրտուքի մեջ են եւ դրա համար կոչվում է սննդի ընտրողականություն դրսևորվում է թերզգայունությամբ։ Էլի եմ նշում, եթե այստեղ մենք ունենք զգայական առանձնահատկություններ։ Իսկ եթե այս դրսևորումները չկան, այս դեպքում արդեն հիմնական խնդիրը լինում է սննդային վարքի խանգարման մասով։ Արդյոք դժվար են այս խնդիրները լուծելու աշխատանքները։ Ինչ դժվարությունների եք հիմնականում հանդիպում, ընդ որում ես հիմա նկատի ունեմ եւ հենց երեխայի կողմից դիմադրություն եւ երբեմն էլ ծնողների կողմից են խնդիրներ առաջանում, տանեցիների կողմից են առաջանում, շատ տարբեր է, որ հիմնական խնդիրները դուք կընդգծեիք։ Հիմնական խնդիրները նրանք են, երբ երեխայի հետ աշխատանքի ընթացքում ինքը սկսում է հրաժարվել քո առաջարկած սնունդից։ Իսկ տան միջավայրում այդ խնդիրները դրսևորվում են հիմնականում այն տեսանկյունից, երբ օրինակ ծնողը միանգամից երեխային առաջարկում է 5 տեսակի սնունդ։ Սա մեր մեծագույն խնդիրներից մեկն է, այսինքն երբ մենք աշխատում ենք սննդի ընտրողականության հետ, մեր առաջարկը մաքսիմում պետք է լինի 1-ից 2 նոր սնունդ։ Եվ մինչև դրանք չհաղթահարենք, նոր անցում ենք կատարում արդեն մնացածին։ Իսկ լինում են, որովհետև այս խնդիրների մասին եւս շատ եմ լսում, որ բարեկամները, հարազատները կամ հենց ծնողները մի տեսակ չհավատան, որ երեխան
քմահաճ չէ եւ օրինակ չբնութագրեն աշխատանքը, դուք գնում եք նրա քմահաճությամբ, դուք որ սատարում եք նրա ընտրողականությունը, չի կարող ամեն ինչ այդքան բարդ լինել, այսպիսի խմորումներ լինում են։ Լինում են, բայց այստեղ շատ խիստ տարբերվում է քմահաճ երեխան եւ սննդի ընտրողականության խնդիր ունեցող երեխան։ Քմահաճ երեխան սովորաբար կարող է հրաժարվել սնունդից, բայց երբ որ կերակրի տեսակը օրինակ փոխվում է, ստանում է օրինակ ինչ որ կենթանու ձև ափսեի մեջ, ինչ որ այսպես խաղային դրսևորում է լինում, անգամ մամայի առաջարկելուց ինքը սկսում է դա ուտել։ Իսկ սննդի ընտրողականության դեպքում այդպես չի լինում, այսինքն քմահաճ երեխաների դեպքում այս խնդիրը ավելի հեշտ անգամ կարելի է հաղթահարել տանը։ Ստեղծարար լինելով, չէ, շատ ստեղծարար լինելով նա։ Հնարքներով։ Իսկ սննդի ընտրողականության դեպքում արդեն դրսևորումներից ելնելով, այո, այստեղ միանշանակ անհրաժեշտություն կա մասնագիտական աշխատանքի եւ խորհրդատվության։ Մենք հարց ունենք լոգոպեդին, այս դեպքում Աննա Հոսեփյանին, արդյոք հնարավոր է աուտիզմ ունեցող, քիչ բառապաշար ունեցող երեխայի բառամթերքը ավելի բազմազան դարձնել, թե դուք աշխատում եք այնքան բառերի, այն բառապաշարի հետ, որ երեխան ունի եւ փորձում եք այդպես նրան ադապտացնել կյանքում։ Միանշանակ երեխայի բառապաշարը մենք միշտ փորձում ենք ընդլայնել եւ ընդհանրացնել, ուզում եմ այստեղ շատ կարեւոր մեկ գործոնի վրա անդրադարձ կատարել, երեխայի խոսքի զարգացումը եւ մասնավորապես բառապաշարի ակտիվ բառապաշարի շատացումը մենք չենք կենտրոնանում միայն բառերի քանակության վրա։ Քանի որ շատ դեպքերում աուտիզմ ունեցող երեխաները շատ արագ կարող են բառապաշարը շատացնել, քանակությունը բառերի շատ լինել։ Մենք դիտարկում ենք արդյոք այն բառերը, որոնք երեխան ունի բառապաշարում, ֆունկցիոնալ երեխան կարողանում է կիրառել։ Ֆունկցիոնալ կիրառելը նշանակում է, որպեսզի երեխան կարողանա կենցաղում կիրառել հաղորդակցման համար այն բառերը, որոնք ուսուցանված են երեխայի համար։ Մամա, դուր ջուրը։ Մամա, ուզում եմ կոնֆետ։ Այդ բառերը, եթե մեկ տեսեք, նախադասություն եմ ես ասում, բայց նախադասությունը կազմված է բառերից, եւ այս բառերը միանշանակ երեխային ուսուցանվում են։ Առաջինը երեխան, որպեսզի կարողանա ընկալի, ինչ են ինձ ներկայացնում, ջուրը, ջուր բառը կապի համապատասխան առարկայի հետ կամ բաժակ բառը կապի համապատասխան առարկայի հետ եւ հետագայում նման բառերով երեխան հաղորդակցվի։ Հետևաբար աուտիզմ ունեցող երեխաների պարագայում ոչ միայն իհարկե այս երեխաները շատ կարևոր է, որպեսզի այն բառապաշարը, որը մենք երեխային ուսուցանում ենք, այն դառնա ֆունկցիոնալ։ Դրա համար մենք չենք ֆիքսվում քանակի վրա։ Մենք ֆիքսվում ենք նրա վրա, թե որքան է այն ֆունկցիոնալ եւ ինչքանով է այն ծառայում հաղորդակցման համար։ Ինքնանպատակ չէ, շատ բառեր իմանալ, քանի որ այո, երեխաները շատ դեպքերում ծնողները կարող են ասել գույները գիտի, թվերը գիտի, տառերը գիտի, կենդանիները գիտի, բայց երբ հարց է տրվում, որքան տոկոսն է այդ ամբողջ բառաֆոնդի կիրառվում հաղորդակցման համար, այստեղ արդեն հստակ երևում է, որ երեխան ունի հաղորդակցման խնդիր եւ այն բառապաշարը, որը ինքը տիրապետում է, գիտեն միայն մայրիկը, ընտանիքի անդամները եւ երեխայի հետ աշխատող մասնագետը։ Որևիցե մի այլ տեղ երեխան դա չի կիրառում որպես հաղորդակցում։ Եվ վերջին հարցը հասցնենք, երկուսիդ կարծիքն էլ կուզեմ լսել, արդյոք երեխայի հետ աշխատանքը տարբեր մասնագիտական ուղղություններով չի ստացվում մեխանիկական վարժեցում, սա շատ եմ լսել, այ որ այդքան խոսեցնում եք, դուք ընդհանրապես երեխային վարժեցնում եք մեխանիկորեն եւ ռոբոտի պես կրկնել անել այնինչ ձեզ պետք է, ու երեխան իրականում ոչ հասկանում է ինչ է ասում, ոչ էլ շատ խորանում է դրա մեջ, ինչ կարծիք ունեք այս մտավախության մասին։ Ծնողներից շատ ենք նկատում այո նման արտահայտությունները, բայց պետք է նշեմ, որ յուրաքանչյուր վերականողական աշխատանք իրենից չի ենթադրում մեխանիկական աշխատանք, այն ստեղծվում է բնականon միջավայրում եւ այն մոտեցումները եւ տեխնիկաները, որոնք ընտրվում են յուրաքանչյուր ոլորտում, ընտրվում են բացառապես հաշվի առնելով երեխայի բնական զարգացման օրինաչափությունները։
Համաձայն եք այս Այո։ մտքի հետ կամ ավելացնելու բան ունեք թե ոչ։ Լավ, եկեք կոնսենսուսի գանք հենց այս մտքի շուրջ։ Մենք զրուցեցինք էրգոթերապիստ, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ Մերի Ավետիսյանի եւ լոգոպեդ վարքային թերապիստ Աննա Հոսեփյանի հետ։ Շնորհակալություն ձեզ, շատ հետաքրքիր էր եւ կարծում եմ շատ կարեւոր։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։